Ի սկզբանե օրենսդիրը, երբ որ նախատեսել է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ստեղծումը, դրել է մի քանի նպատակ դրա հիմքում. արդարացության որակի բարձրացումը, բացահայտել դատավորի վերապատրաստման ուղղությունները, ապահովելով դատավորի գործունեության օբյեկտիվ գնահատումը, ամրապնդել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ապահովել հաշվետվողականություն, չվնասելով դատավորի անկախությունը։ Դա այն հիմնական նպատակները, ինչը որ 2020 թվականին դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը ստեղծելիս օրենսդիրի նպատակ է ունեցել։ Հանձնաժողովը դատավորի գործունեության գնահատելիս դա շատ նուրբ շեմ է, որպեսզի հաշվետվողականությունը եւ դատավորի անկախությունը չբախվեն միմյանց։ Այդ իսկ պատճառով Բարձրագույն դատական խորհրդի որոշումը ընդունվել էր 2020 թվականին, հետագայում կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեց 2024 թվականին։ Եվ այդ իսկ պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր ստեղծել աշխատանքային խումբ, որով ներգրաված էր բոլոր դատական ատյաններից, բոլոր մասնագիտացման դատավորները եւ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, եւ դրա նպատակը հենց դա էր, որպեսզի այդ սահմանը եւ մեթոդաբանության այդ նախագիծը, ինչ որ մշակեց աշխատանքային խումբը, այդ մեթոդաբանության նախագիծը հաշվի էր առնվել այդ բոլոր սահմանները, որպեսզի հանձնաժողովը այդ շեմը չանցնի, չմտնի դատական ակտերի պատճառաբանվածության մեջ, այնքանով, որքանով դրանք դատավորների գործունեության գնահատման ընթացքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր են նայվում, գնահատվում, եւ հանձնաժողովը այդ գիծը ըստ ինձ կարողացավ գծել։ Բարձրագույն դատական խորհուրդը սահմանել է մեթոդաբանություն, որոնցում հիմնական 3 չափանիշներ են ընտրել դատավորի գործունեության գնահատման համար, դա դատավորի աշխատանքի որակի եւ արհեստավարժության գնահատումն է, դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատումն է, էթիկայի եւ վարքագծի կանոնների պահպանման գնահատումը։ Բայց այդ չափանիշները ունեն իրենց ենթաչափանիշները, մասնավորապես կապված դատական ակտերի պատճառաբանությունների հետ։ Օրինակ, փաստերը ապացույցներով հիմնավորելու կարողությունը, դատավարական ժամկետները, օրենքով նախատեսված դատավարական ժամկետների պահպանումը դատավորի կողմից, դատական նիստի անցկացման կարգի պահպանման կարողությունները, չափանիշներից են բողոքարկված եւ բեկանված դատական ակտերի հարաբերակցությունը, կատարողականը դատարանի մյուս դատավորների հետ համեմատությամբ գնահատվող դատավորի, վարքագծի կանոններով պատասխանատվության ենթարկված լինել չլինելը եւ այլ չափանիշներ կամ մասնավորեցրած մեթոդաբանության, բայց հիմնական դա 3 չափանիշների մեջ է ներառված։ Նրանցում կա նաեւ դատարանի նախագահի կողմից տրված հարցաթերթիկ, որը եւս հանդիսանում է գնահատման առարկա։ Դատավորի գործունեության գնահատման գործընթացում նախադեպային որոշումները, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը այնքանով են կիրառելի հանձնաժողովի կողմից, որոնք վերաբերվում են դատական ակտի պատճառաբանվածությանը, այսինքն դատական ակտը կազմելու կարողություններին դատավորի կողմից։ Կա ինքնուրույն վերլուծություն իրավական եւ փաստական հանգամանքների վերաբերյալ, պատճառաբանական մասի եւ եզրափակիչ մասի պատճառահետևանքային կապի վերաբերյալ գնահատում է իրականացում։ Զուտ այդքանով անհրաժեշտ է լինում ուսումնասիրել դատական պրակտիկան, թե վերադարձ դատական ատյանները կամ նախադեպային ինչ որոշումներ կան դատական ակտի պատճառաբանական մասի կազմման վերաբերյալ։ Այդքանով է կիրառելի։ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի տվյալների հավաքագրման հիմնական աղբյուրը, ինչպես Բարձրագույն դատական խորհուրդն է սահմանել, դատական դեպարտամենտն է, որը հավաքագրում է վիճակագրական տվյալներ, գործեր է վերհանում համաձայն Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախատեսված բանաձևով 10 գործ, 10 դատական ակտ վերջնական, 10 միջանկյալ դատական ակտ, 10 դատական նիստերի արձանագրություն, թղթային կամ էլեկտրոնային։ Դատարանի նախագահների կողմից դրացված հարցաթերթիկն է ներկայացնում հանձնաժողովին։ Այդ ամբողջը կազմակերպվում է դատական դեպարտամենտի համաձայն ստորաբաժանման կողմից։ Դատավորը գնահատվելիս իր մասնակցությունը հնարավորություն է ունենում արտահայտել մեկ փուլում, դա երբ որ գնահատման հանձնաժողովը ուղարկում է դատավորին գնահատման որոշման նախագիծը, տրամադրվում է 7-օրյա ժամկետ դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար։ Այդ ընթացքում դատավորը կարող է իր առարկությունները ներկայացնել կամ համաձայնվել կազմած նախագծի հետ, որից հետո մյուս փուլը արդեն վերջնական որոշման կայացումն է։ Այդ փուլում է մասնակցությունը դատավորի գործունեության գնահատմանը։ Դատավորի գործունեության գնահատման արդյունքների առաջինը օգտագործվում է գնահատվող դատավորի կողմից իր գործունեության արդյունավետության բարելավման համար, ինքնակատարելագործության
օգտագործման համար առաջին հերթին։ Եվ բարձր չգնահատվելու դեպքում դատավորի գործունեությունը հանձնաժողովը որոշումը ուղարկում է ուսումնական հարցերի հանձնաժողովին տվյալ դատավորի վերապատրաստման ուղղությունները ընտրելու համար։ Նաև օգտագործելու մյուս դատավորների համար ուղղությունների ընտրության հարցում նաև այդտեղ կարող է օգտագործվել։ Գործունեության գնահատման ընթացքում առերևույթ նյութական դատավարական խախտումների հայտնաբերելու դեպքում հանձնաժողովը ուղարկում է նաև որոշումը համաձայն որոշմամբ ուղարկում է կարգապահական հարցերի հանձնաժողովին կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման համար նաև։ Ինչպես գիտեք, դատավորի գործունեության գնահատումը իրենից գաղտնի գործընթաց է ենթադրում, դրա համար օրենքով նախատեսված են դրա հասանելիությունը նաև Հանրապետության նախագահին եւ Բարձրագույն դատական խորհրդին։ Օրինակ կարող է Բարձրագույն դատական խորհուրդը, քանի որ կցվում է գնահատման որոշումը դատավորի անձնական գործին, իր առարկություններով կարող է դա օգտագործել դատավորի առաջխաղացման հարցը քննարկելիս։ Հիմնականը սա եւ դատարանի նախագահն է դրան հասանելիություն ունենում նորից բարձր չգնահատվելու դեպքում դատարանի գործունեության արդյունավետությունը բարելավելու համար։ Ցավոք սրտի իմ հանձնաժողովում 4 տարվա գործունեության ընթացքում չեն հանդիպել նման դեպքեր, ականատես չեմ եղել նման դեպքերի եւ գործունեության գնահատման արդյունքները հիմք հանդիսանում որևէ փոփոխությունների կառուցվածքային, կազմակերպչական, բայց իմ կարծիքով դա կարող է օգտագործվել որոշակի նկատառումներով, այլ մենք տարբեր հարթակներում խոսում ենք դատավորների ծանրաբեռնվածության մասին, նման պայմաններում աշխատելու վերաբերյալ, բայց սոսկ թվերով ենք խոսում։ Իսկ դատավորի գործունեության գնահատման որոշման մեջ կա բովանդակություն այդ ամեն ինչի վերաբերյալ, պատճառաբանություն։ Նույն ձևով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է օգտագործել, ինչպես օրենքում է նախատեսված, դատավորների առաջխաղացման ցուցակները համալրելու նպատակով լավագույն դատավորների ընտրության հարցում, քանի որ դատավորը գնահատվելիս նաև կա չափանիշ դատավորի տվյալ գնահատվող եւ դատարանի մյուս դատավորների միջին կատարողականի հարաբերակցություն։ Այսինքն ըստ ծանրաբեռնվածության, ըստ գործերի բարդության, ըստ ավարտվածության աստիճանի գնահատման որոշման մեջ ֆիքսվում է, բայց պրակտիկայում դեռ չի օգտագործվել։ Այս տարիների գործունեության ընթացքում շատ հարցեր են առաջ եկել, որոշ հարցեր 2024 թվականի օգոստոսի փոփոխություններով Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ հարցերի լուծում տրվեց, բայց շատ հարցեր կան բաց եւ ընդհանուր հարաբերություններն են զարգանում, անհրաժեշտ է դրանց հետ փոփոխությունների գնալ։ Մասնավորապես 20 թվականին, երբ որ հանձնաժողովը ստեղծվել է, եղել են 220 դատավոր, ներկայումս 26 թվականին 320, այսինքն հանձնաժողովի կազմը մնացել է նույն 3 դատավոր, 2 իրավաբան գիտնականներ, բայց դատավորների թիվը ավելացել է։ Իմ կարծիքով պետք է լուծվի հանձնաժողովի անդամների թվի ավելացումը, նաև մենք խնդիր ունենք մասնագիտացումներով ներկայացմամբ։ Հիմա կա 4 մասնագիտացում, բայց մենք 3 դատավոր ենք։ Իմ կարծիքով բոլոր մասնագիտացման դատավորները պետք է հնարավորություն ունենան հանձնաժողովում ներառվելու։ Դա մեկ խնդիր է, որ ինձ թվում է առաջիկայում պետք է բարձրացվի, քննարկվի Բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Ունենք տեխնիկական հագեցվածության մեծ խնդիր։ Դատական դեպարտամենտը շատ անգամներ դժվարությունների առաջ է կանգնում տեղեկատվությունները օբյեկտիվ, ճիշտ ներկայացնելու համար։ Զուտ տեխնիկական խնդիրներով էլեկտրոնային համակարգի ներդրում է անհրաժեշտ։ Այդ թվայինացման դեպքում դատական գործերի հանձնաժողովի անդամներ իրենք կարող էին մուտք գործել, այդ գործերը տեսնել, իրենց գնահատումը իրականացնել, իսկ հիմա դատական դեպարտամենտի միջոցով համաձայն բանաձև է սահմանվել, այդ բանաձևով են գործերի որոնումը կատարվում, որը շատ դեպքերում խնդիրներ է առաջացնում։ Այդ համակարգչային խնդիրները պետք է լուծվել էլեկտրոնային համակարգեր ներդրելու միջոցով։ Ես նշեցի, որ օրենսդրի նպատակներից մեկը եղել է հանրության մոտ դատական իշխանության հեղինակության բարձրացումը։ Այդ շատ դեպքեր կան, երբ որ պետք է բարձրաձայնել դրանց մասին այդ գնահատումները։ Իհարկե դատավորի համաձայնությամբ կան դատավորներ այսօրվա գերծանրաբեռնված պայմաններում դատարանի միջին կատարողականից 20-30% ավել արդյունավետ են աշխատում։ Դրա մասին պետք է խոսել, այդ մարդկանց մասին պետք է իմանա թե հանրությունը, թե դատական համակարգի ներսում։ Իմ կարծիքով պետք է որոշակի ոգևորող հանգամանքներ առաջ քաշել, դատավորի համար մեծ ոգևորող հանգամանք է նրա մասին դրական խոսելը նույնիսկ։ Իմ կարծիքով, երբ որ դրական հնչեցնում են իրենց մասին, արդեն ոգևորող հանգամանք է հանդիսանում։ Այդ մասը պետքա իմ կարծիքով նորից քննարկվի, որ հանրային ընկալման խնդիր ունենք մենք։ Իմ կարծիքով չպետք է գնահատվեն
Վճռաբեկ դատարանի դատավորները։ Քանի որ հանձնաժողովը այդ կազմով 3 կայացյանից դատավորներ, 2 իրավաբան գիտնականներ, իմ կարծիքով իրավունք չունեն գնահատական տալու Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների կառուցվածքին նույնիսկ։ Եվ օրենքում նշված է գնահատվում է դատավորի կողմից դատավորի նախագահությամբ քննված գործերով դատական ակտերը։ Իսկ Վճռաբեկ դատարանում որպես կանոն նախագահողը պալատի նախագահներն են, այսինքն դատավորները պալատին չեն նախագահում։ Ինչ է հիմա կատարվում։ Հիմա բոլոր չափանիշները չեն կիրառվում Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ եւ գնահատվում է առավելագույնը, այսինքն դարձավ համակարգը Վճռաբեկ դատարանի դատավորների մասով անարդյունավետ։ Գնահատման գործընթացում որպես այդպիսին որևէ փուլ չի անցնի, հանձնաժողովի կազմում են պրակտիկ փորձ ունեցող, հարուստ պրակտիկ փորձ ունեցող դատավորներ, փաստաբան Հանձինես Ֆարմանյանի, գիտնական իրավաբան Հանձինես Տիկին Սուջյանի եւ հանձնաժողովը իմ ընկալմամբ աշխատում է փոխըմբռնման, փոխադարձ վստահության հարգանքի կարծիքները լսելու, համադրելու մթնոլորտում եւ ըստ այդմ կարծում եմ ընթացիկ հանդիպող փուլային դժվարությունները հաղթահարվում են այդ կերպ։ Անկեղծ ասած, տենց չի առանձնացնի, որ այս փուլը հենց բարդ է կամ այս փուլը բարդ չէ, ինդիվիդուալ է բարդությունը, ամեն գործը իր նրբություններն ունի, պայմանական դու 1 ամսում, 2 ամսում գործ ես ուսումնասիրում, որը որ դատավորը հնարավոր է քննել է 2 տարի, 3 տարի, եւ դու այդ 2-3 տարվա մեջ պետք է խորանաս, հասկանաս դատավորը ինչ է զգացել, որ օրինակ այս վարքագիծն է դրսևորել դատական նիստի ընթացքում, որտեղ շատ հեշտ է նստել ասել, այս մի բանը այսպես պետք է ասել, այսպես չասես, բայց այդ ամբողջ նախապատմությունը պետք է հասկանալ։ Դրա համար ես չէի առանձնացնի, որ այս փուլը ամենաբարդն է, պետք է հասկանալ ամեն գործում որ փուլն է ամենաբարդը ավելի ճիշտ։ Քանի որ դատարան դատավորների աշխատանքային գործունեության գնահատում իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշմամբ սահմանված չափորոշիչներով, հետևաբար դա թույլ է տալիս հանձնաժողովին զերծ մնալ սուբյեկտիվ մոտեցումներից եւ բոլոր դատավորների նկատմամբ, գնահատվող դատավորների նկատմամբ միատեսակ մոտեցում ցուցաբերել եւ օբյեկտիվ գնահատում իրականացնել։ Կարգավորումները մեր գործունեության այնպես են տրված, որ արդեն իսկ միատեսակությունը մենք ստիպված լինենք ապահովել, ինչ վերաբերում է կոնկրետ հենց բուն հանձնաժողովին, դա իրականացնում ենք քննարկումների միջոցով, մեր նիստերի ընթացքում ենք, այսինքն այն հարցերը, որոնք որ վիճելի է եւ մտածում ենք հնարավոր է տարբերակված մոտեցում լինի կամ միատեսակ մոտեցման, այսպես ասած, խնդիր կա, իրար հետ քննարկում ենք եւ այդ քննարկման արդյունքում, այսպես ասած, ձևավորվում է նաեւ այն պատմական հիշողությունը, որը որ հանձնաժողովը ունենում է եւ հետագայում գործերի ընթացքում այդ միատեսակությունը կարողանում ենք ապահովել։ Որպես դատավոր հանձնաժողովում իմ զբաղվածությունը կարևորում եմ նաեւ նրանով, որ երկար ժամանակ աշխատելով երկար տարիներ որպես դատավոր շատ լավ եմ պատկերացնում թե առաջին ատյանում թե վերաքննիչ դատարանում դատավորների առաջացած խնդիրները այն բոլոր սուբյեկտիվ գործոնները, որոնք կարող են խանգարել դատավորին այլ ավելի արդյունավետ աշխատել եւ այս ընկալմամբ մոտենալով դատավորների գործունեության գնահատմանը կարծում եմ կարողանում եմ օբյեկտիվ գնահատել նրանց գործունեությունը։ Իմ պրակտիկ փորձը կարևորում եմ հանձնաժողովում եւ մյուս դատավորների պրակտիկ փորձը հանձնաժողովում այս առումով շատ կարևորում եմ։ Աշխատաժամանակի իմաստով ասեմ, որ օրենքի ուժով հանձնաժողովի դատավոր անդամը որոշակի ծանրաբեռնվածության թոթափում ունի 30%-ի չափով, ինչը թույլ է տալիս աշխատաժամանակի մնացած մասը ոչ դատավորի հիմնական աշխատաժամանակի հաշվին, չտուժելով դատավորի աշխատանքը, իրականացնել նաև հանձնաժողովի աշխատանքի գործունեությունը արդյունավետ կերպով եւ իմ գնահատմամբ որպես պրակտիկ դատավոր նաև սա շատ լավ առիթ է գնահատման գործունեության արդյունքում ընթացքում մենք ծանոթանում ենք տարբեր դատավորների կողմից կայացված տարբեր դատական ակտերի եւ ինչու՞ չէ նաև սա յուրահատուկ փորձի փոխանակում է իմ ընկալմամբ, որովհետեւ այդ դատական ակտերում հանդիպում են շատ հետաքրքիր իրավական լուծումներ, հետաքրքիր իրավական մոտեցումներ, տարբեր իրավական դիրքորոշումներ, որոնք նաև որպես դատավոր, որպես պրակտիկ դատավոր իմ փորձն են հարստացնում։ Միակ բանը երևի որ կան աշխատանքներ
որոնք որ էսպայի մեր կողմից իրականացվում են, իրանք կարծում եմ այս թվային դարաշրջանում հնարավոր է դրանք ավելի, որպեսզի օբյեկտիվ լինեն, սխալը քիչ լինի, արագությունը ապահովի, օրինակ ավտոմատացված եղանակով իրականացվեն։ Իսկ արդեն բում մասնագիտականը կարծում եմ այս ֆորմատով այդքան էլ ազնիվ չի լինի ներկայացնելը։ Օրինակ ես մի միտք ունեմ, չգիտեմ ինչքանով ընդունելի կլինի Բարձրագույն դատական խորհրդի կողմից, անձը, ով 3 անգամ անընդմեջ գնահատվել է բարձր, պետք է ունենա որոշակի առավելություններ։ Դա խոսում ենք 12 տարիների մասին 3 անգամ անընդմեջ, այսինքն դատավորը 12 տարի աշխատել է բարձր որակով, բարձր կատարողականով։ Նույն առաջխաղացման ժամանակ պետք է առավելություն ունենա։ Նույնիսկ պետք է դա քննարկման առարկա դառնա կարգապահական հարցերի որոշ հարցերի քննարկման ժամանակ, երբ որ օրինակ հիմա շատ տարածված է ըստ ծանրաբեռնվածությունից ելնելով դատավարական ժամկետի խախտումներով կարգապահական վարույթները։ Այդ պետք է ուսումնասիրվի, եթե տվյալ դատավորը բարձր է գնահատվել, միշտ կատարողականը բարձր է եղել նույն դատավարական ժամկետների մասով, միգուցե սխալվել է ինչ-որ միտեղ, մեկ անգամ սխալ է թույլ տվել եւ դա որոշակի ձևով մեղմացնող հանգամանք կարող է դիտվել, շատ բաներ կա փոփոխության իմ կարծիքով, բայց դա աշխատանքային է, ժամանակի հետ է առաջանում եւ շնորհիվ Բարձրագույն դատական խորհրդի միշտ ընդառաջ գնում են եւ այդ փոփոխությունների հարցը քննարկվում է, օրինակ 24 թվականից հետո անհրաժեշտություն եղավ որոշակի տեխնիկական փոփոխություններ կատարել գործերի որոնման հետ կապված։ Այդ ամեն ինչը շատ արագ կազմակերպվում է, օժանդակությունը ցուցաբերվում է գնահատման հանձնաժողովին։